Արցախի հանրապետությունը տարիների հետ ավելի ընկալելի է դառնում միջազգային հանրության համար, դա է վկայում տարբեր նպատակներով Արցախ հայցելողների թվում արձանագրվող աճը։ 2013 թվականին 16,000-ից ավելի օտարերկրացի է եղել Արցախում, տարբեր մակարդակներում Արցախի հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչմանը հասնելը նախորդ տարի արտգործնախարարության գերակայությունների թվում է եղել։ Այսօրվա դրությամբ Ավստրալիայի նոր հարավային Ուելս նահանգի, ԱՄՆ 4 նահանգների և Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո, Լոս Անջելես և Հայլենդ քաղաքներ ճանաչել և սատարում են արցախցիների ինքնորոշման իրավունքը։ Նաև խորհրդարանական դիվանագիտության ոլորտում են հաջողություններ արձանագրվել։ Արցախի հետ բարեկամության խմբեր են ձևավորվել Լիտվայում և Ֆրանսիայում։ Արտգործնախարարության աշխատանքներում մյուս գերակա ուղղությունը Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է։ Դրա արդյունավետությունը անհամեմատ կբարձրանա, եթե վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը և Արցախը վերադառնա բանակցային սեղանի մոտ։ Այդ առումով 2013 թվականը ոչինչ չփոխեց, ոչինչ չփոխվեց նաև բուն բանակցային գործընթացում։ Երկարատև ընդմիջումից հետո տարեվերջին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը լավատեսության որոշակի պաշար ապահովեց, սակայն 2014 թվականի հունվար-փետրվարին առաջնագծում հակառակորդի գործողությունները հակառակն ապացուցեցին։ Արտգործնախարարը այդ դեպքերի առթիվ միջազգային հանրության հասցեական գնահատականն է ակնկալում։ Ադրբեջանական կողմից գործողությունները, որոնք արյունահեղության պատճառ են դարձել, պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան գնահատականի և վճռական դատապարտման։ Մյուս ուղղություններում ևս արտգործնախարարության աշխատանքները անփոփոխ են։ Սփյուռքի հետ աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից ելնելով նախարարությունում 2013 թվականին նոր բաժին է բացվել։ Այս ներուժով նախարարությունը պետք է 2014 թվականի ծրագրերը կյանքի կոչի։ Մենք շարունակենք ջանքեր գործադրել բանակցային գործընթացի բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցությունը ապահովելու ուղղությամբ։ Արտերկրու մշտական ներկայացուցիչների հետ արտաքին գործերի նախարարությունը կշարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման առումով առկա դրական միտումները զարգացնելու ուղղությամբ։ Աշխատանքներ կատարվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության ձևաչափերի ընդլայնման և նրանց հետ համագործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ։ Նախարարության 2013 թվականի աշխատանքները ընդհանուր առմամբ դրական է գնահատում երկրի ղեկավարը։ Բանակցային գործընթացին Արցախի անմիջական մասնակցության վերականգնման ուղղված քայլերը արտաքին քաղաքականության գերակայությունը կմնան նաև 2014 թվականին։ Մենք հետևողական ենք լինելու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղված տարվող աշխատանքներում, այդ թվում շահագրգիռ արձաններում բարձրացնելով, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության խաղաղ գործընթացի բոլոր փուլերին անհնարին կլինի հասնել Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը։ Ստեփանակերտը բանակցություններին կմասնակցի ոչ թե ցանկացած պայմանով, այլ հստակ դիրքորոշումով, հիշեցնում է Բակո Սահակյանը։ Վերադարձ անցյալին թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով անհնարին է։ Արցախի անկախությունը և նրա անվտանգության ապահովումը բոլոր հարթություններում մեզ համար բացառիկ արժեքներ են։ Դրան զուգահեռ պետք է ակտիվացվեն նաև Արցախի միջազգային ճանաչման ուղղված քայլերը։ Տարիների հետ ինքնորոշման իրավունքի հաղթանակի դեպքերը ավելանում են։ Հերթական օրինակները 2014 թվականին են սպասվում։ Խոսքը Շոտլանդիայում և Կատալոնիայում անցկացվելիք հանրաքվեների մասին է։ Անկախ արդյունքներից դրանք արդեն իսկ դասում են ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման ու նախկին մետրոպոլիայի հետ հարաբերությունների քաղաքակիրթ կարգավորման դասական նախադեպերի շարքին։ Բոլոր նման զարգացումներն անհրաժեշտ է օգտագործել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում։ Նման օրինակները բոլոր մակարդակներում ներկայացնելու հարցում ակտիվության կոչ է անում Բակո Սահակյանը։ Նույնպիսի գործելավոճ պետք է որդեգրվի վերլուծական քարոզչական աշխատանքներում և բուն Արցախում պետականաշինության և տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումները ներկայացնելու պարագայում համագործակցելով բոլոր գերատեսչությունների հետ։ Այս աշխատանքների համար մոտ ապագայում արտգործնախարարության կենտրոնական ապարատը նոր հնարավորություններ կունենա։ Այսօր նաև նախարարության շենքային պայմանների բարելավման հարցն է քննարկվել։ Ամենայն հավանականությամբ շուտով արտգործնախարարության նոր շենք կունենանք։ Նորայր Հովսեփյան, Մեհեր Մկրտչյան, օր։